Ողջույն բոլորին, ձեզ հետ Միլան է։ Այսօր պատրաստելու ենք ելակով տորտ, որը կոչվում է Թակուի Վիկտորիա։ Այսօրվա տորտի համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝ ձու, ես նախապես առանձնացրել եմ դեղնուցները սպիտակուցներից, ալյուր, կիտրոնի կեղևի քերուկ, կիտրոնի հյութ, շաքարավազ, եռման ջուր, փխրեցուցիչ, վանիլին եւ մեզ անհրաժեշտ է կաթի ու կարագի խառնուրդ տաք վիճակում։ Սկզբից կպատրաստեմ 4 բաղադրիչները։ Ալյուրին ավելացնում եմ փխրեցուցիչ, այն լավ պետք է խառնել եւ հետո մաղել 2 անգամ։ 4 բաղադրիչները պատրաստ են, կդնեմ կողքի։ Հիմա կհարեմ ձվերի սպիտակուցները, մինչև թեթև փրփրի։ Հետո աստիճանաբար կավելացնեմ շաքարավազի կես չափաբաժինը եւ սպիտակուցները շաքարավազի հետ պետք է հարել այնքան, մինչև ստացվի կայուն եւ փայլուն բեզե։ Հիմա կավելացնեմ կիտրոնի հյութը եւ նորից կհարեմ մոտավորապես 1 րոպե։ Այսպիսի բեզե պետք է ստացվի։ Դեղնուցներին ավելացնում եմ մնացած շաքարավազը, ավելացնում եմ 2 ճաշի գդալ տաք ջուր եւ կհարեմ այնքան, մինչև զանգվածը սպիտակի։ Այսպիսի զանգված ստացվեց։ Հիմա այստեղ կավելացնեմ կիտրոնի կեղևի քերուկը, վանիլինը եւ մի թեթև նորից կհարեմ։ Հիմա դեղնուցով զանգվածին կավելացնեմ բեզեի մի մասը եւ հարիչի ցածր արագությամբ կհարեմ մինչեւ միատարր զանգված ստացվի։ Այս զանգվածին 3 անգամով կավելացնեմ ալյուրը։ Ալյուրն ավելացնելուց հետո խառնում ենք ձեռքի հարիճով, շատ զգուշորեն, որպեսզի զանգվածը չկորցնի իր թեթևությունը։ Ավելացնում եմ ալյուրի վերջին չափաբաժինը եւ նորից զգուշորեն խառնում։ Պետք է ստանանք միատարր զանգված առանց գնդիկների։ Կաթի եւ կարագի խառնուրդին ավելացնում եմ մի քիչ խմոր եւ խառնում։ Այս կաթնային զանգվածը հետ եմ լցնում խմորի մեջ ու նորից խառնում, ավելացնելով մի քիչ բեզե։ Այս բոլորը միասին խառնում ենք, հետո ստացված զանգվածը լցնում մնացած բեզեի վրա։ Նորից խառնում, մինչև ստացվի միատարր զանգված առանց գնդիկների։ Բիսկվիտը թխելու եմ խորունկ կաղապարի մեջ, որի տակը եւ պատերը փակել եմ յուղաթղթով, բայց յուղ չեմ քսել։ Բիսկվիտը պետք է թխենք նախապես 170 աստիճան Ցելսիուս տաքացրած ջեռոցում, մոտավորապես 40-ից 45 րոպե։ Բիսկվիտն արդեն պատրաստ է, այն թխվեց 45 րոպեում։ Հիմա բիսկվիտը կշրջեմ ցանցի վրա, կթողնեմ մի քիչ սառչի եւ նոր կհանեմ կաղապարից։ Բիսկվիտը կթողնեմ սեղանին, մինչև որ լավ սառչի, որից հետո կփաթաթեմ սննդային թաղանթով եւ կդնեմ սառնարան եւ այնտեղ կթողնեմ ամբողջ գիշեր։ Հիմա կպատրաստենք ելակով միջուկը կամ ելակով կոնֆիտյուր, որի համար ելակները պետք է լվանալ, հեռացնել պոչերը եւ կտրատել 2 մասի։ Ելակները լցնում ենք տապակի մեջ, ավելացնում 2 ճաշի գդալ շաքարավազ կամ ըստ ձեր ճաշակի եւ մի քիչ էլ ելակի օշարակ։ Ելակը մարմանդ կրակին պետք է եփել, մինչև որ թանձրանա, բայց ելակները ցանկալի է որ մնան ամբողջական։ Պատրաստի զանգվածը կլցնեմ մեկ այլ ամանի մեջ, որ շուտ սառչի։ Իսկ տապակի տակի մնացած ամենաբուրավետ մասին կավելացնեմ մի քիչ եռման ջուր եւ սա կլինի որպես օշարակ բիսկվիտի շերտերը թրջելու համար։ Այսքան օշարակ ստացվեց։ Բիսկվիտը պետք է կտրել 2 հավասար մասերի։ Այսպիսի հոյակապ բիսկվիտ է ստացվել անչափ փափուկ ու բուրավետ։ Հիմա կպատրաստենք սերուցքային կրեմ, որի համար մեզ անհրաժեշտ է բարձր յուղայնության սերուցք, որը պետք է լինի շատ սառը։ Ես այն նոր հանել եմ սառնարանից։ Սերուցքը կհարենք մինչև մի փոքր թանձրանա, հետո նոր կավելացնենք շաքարավազի փոշին եւ վանիլային շաքարավազը։ Այսպիսի սերուցքային կրեմ ստացվեց։
Հիմա հավաքում ենք տորթը։ Սկզբից թշում ենք բիսկվիտի շերտերը։ Տակի շերտին քսում ենք կրեմի մեծ մասը։ Լցնում ենք ելակի կոնֆիտյուրը։ Երկրորդ շերտին էլ ենք մի քիչ կրեմ քսում և դնում ելակի վրա։ Ինձ մոտ մի քիչ կրեմ մնաց, այն լցրել եմ հրուշակագործական տոպրակի մեջ, տորթի հետ միասին կդնեմ սառնարան, որով կզարդարեմ տորթը մատուցելուց առաջ։ Զարդարում եմ տորթը։ Այսպես պարզ և հասարակ զարդարեցի։ Սա կարելի է ասել այս տորտի դասական զարդարման ձևն է։ Անպայման տորտին ցանում են շաքարի փոշի, զարդարում են կրեմով ու ելակով։ Անպայման փորձեք այս տորթը։ Սա անգլիական դասական տորթ է, շատ թեթև, ելակի նուրբ բուրմունքով և անչափ փափուկ բիսկվիտով։ Այսպիսին էր իմ այսօրվա բաղադրատոմսի արդյունքը, հուսով եմ ձեզ դուր եկավ։ Եթե հավանեցիք, ապա լայքեք, գրեք կոմենտներ, սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Անպայման բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմելով զանգակի նշանը, որպեսզի ստանաք նոր տեղադրված տեսահոլովակների և վլոգների մասին ծանուցում։ Իսկ ես ինչպես միշտ ձեզ մաղթում եմ բարի օր, խաղաղ երկինք և մինչ նոր հանդիպում։